Ենովքի գիրքը, գլուխ առաջին։ Ենովքի օրհնության խոսքերը, որոնցով նա օրհնեց ընտրյալներին և արդարներին, ովքեր ապրելու են նեղության օրը, երբ բոլոր ամբարիշտներն ու անաստվածները պետք է հեռացվեն։ Եվ նա վերցրեց իր առակը և ասաց. Ենովքը մի արդար մարդ, որի աչքերը բացել էին Աստված, տեսար Սուրբի տեսիլքը երկնքում, որը հրեշտակները ցույց տվեցին ինձ, և ես նրանցից լսեցի ամեն ինչ, և ես նրանցից եմ, հասկացա, ինչպես ես տեսա, բայց ոչ այս սերնդի, այլ հեռավոր սերնդի համար, որը գալու է։ Ընտրյալներին մասին ասացի և նրանց մասին առակ առա։ Սուրբ մեծը դուրս կգա իր բնակավայրից, և հավիտենական Աստվածը կքայլի երկրի վրա, նույնիսկ Սինա լեռան վրա, և կհայտնվի իր ճամբարից և կհայտնվի իր զորության ուժով երկնքից, և բոլորը կհարվածեն ահից, և դիտորդները կշարժվեն, և մեծ ահուդող պիտի տիրեն նրանց մինչև երկրի ծայրերը, և բարձր լեռները կշարժվեն, և բարձր բլուրները պիտի ցածրանան, և մոմ պես կհալվեն բոցի առաջ, և երկիրը ամբողջովին կբաժանվի, և երկրի վրա եղած բոլորը կկործանվեն, և բոլոր մարդկանց վրա դատաստան կլինի։ Բայց արդարների հետ նա խաղաղություն կանի, և կպաշտպանի ընտրյալներին, և ողորմությունը կլինի նրանց վրա, և նրանք բոլորը կպատկանեն Աստծուն, և նրանք կբարգավաճեն, և նրանք բոլորը կօրհնվեն, և նա կօգնի նրանց բոլորին, և լույսը կհայտնվի նրանց, և նա կխաղաղի նրանց հետ։ Եվ ահա, նա գալիս է իր 10,000 սրբերի հետ, որպեսզի դատի բոլորի վրա, և կործանի բոլոր ամբարիշտներին, և դատապարտի բոլոր մարմիններին իրենց ամբարշտության բոլոր գործերի համար, որոնք նրանք կատարել են ամբարիշտ և այն բոլոր ծանր բաների համար, որոնք ամբարիշտ մեղավորները խոսել են նրա դեմ։